Հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ։ Հայաստանի քաղաքական դաշտով անցավ եւս մեկ անջրպետ, ու Հայաստանում հստակ առանձնացան երկու քաղաքական էություններ։ Անցյալի ու ապագայի քաղաքական էությունները։ Ապագայի քաղաքական էությունը իրենով նշանավորում է ամերիկյան 4 միլիարդ դոլարի ներդրման հեռանկարը արհեստական բանականության լաբորատորիայի կամ գործարանի առումով։ Ապագայի հեռանկարը իր հետ խորհրդանշում է ամերիկյան արտադրության հետախուզական դրոնները։ Ապագայի հեռանկարը իր հետ խորհրդանշում է տարբեր գործընկերներից, աշխարհի առաջատար ռազմարտունաբերող երկրներից գնվող ու գնված արդեն իսկ զինվորական ռազմական տեխնիկան։ Իսկ ինչ է հենց այդ պահին ուրվագծում անցյալի խորհրդանիշը կամ անցյալի քաղաքական ուժերի էությունը։ Ժեշտի բանկաներ սահմանին 90-ականներին շատ պոպուլյար քաղաքական խոստումներ, պոպուլիստական խիստ ու Հայաստանի ժողովրդի հետ կապ չունեցող խոսույթ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն վաղուց հաղթահարել են 90-ականները, հաղթահարել են 2000-ականները ու հաղթահարել են 2010-ականները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այլևս պետք չի դրսից այն հայտնի մի հատ կերպար կար է Հայաստանի քաղաքական դաշտում պարբերաբար արկայծել է, սովորաբար Ռուսաստանից զուտ ուղղակի սովորաբար Ռուսաստանից է եղել, սովորաբար Ռուսաստանից կոժից կուրտկով եկած ինչ-որ մեկը, ով ժողովրդին խոստացել է, որ ժողովրդի ձեռքը գործ չկա, եկեք մարդկանց գործ տանք աշխատենք, տենց խալոպի պես վերաբերվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմա ապրում են մի երկրում, որը փաստացի առաջատար է մի շարք ոլորտներում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրում են մի երկրում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են խոպան, գալիս են որպես աշխատանքային էմիգրանտ։ Ու սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, որ իրենց երկիրը այս պահին ձեռք է բերում ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Ամերիկյան արտադրության հետախուզական դրոն։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանում են սա համադրել ու հասկանալ անցյալի ուրվականի հետ, թե ինչ կա տարբերություն որպես այդպեսին, որովհետև երբ որ խոսում ենք ամերիկյան արտադրության հետախուզական ԱԹՍ-ի մասին, չենք խոսում դրա մասին տոննայով, օրինակ ոչ մեկս չգիտի թե քանի կիլոգրամ է կշռում այդ կոնկրետ դրոնների խմբաքանակը, բայց նախկինում, երբ որ Հայաստանի Հանրապետության նախկին անցյալի ուժերը բերում էին ինչ-որ մի բան, ասում էին բերել ենք 10,000 տոննա չգիտեմ ինչ, որտեղ իրոք չգիտեմ ինչ խառը մետալալոմից ինչ հասցրել, լցրել են բագաժնիկը, բերել են, կամ ինչ հասցրել, լցրել են բեռնատար ինքնաթիռ ու բերել են։ Ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան, ու նրան ոչ մեկ այլևս չի կարողանալու հետ քաշել։ Շնորհակալություն։